թե Շուշի ազատագրման օրն է, թե մնացած տոներն է, մենք պիտի այդ օրերը միշտ նշենք 18 թվականի ներկա իշխանության գալով իշխանության գլուխ ներկայացուցիչներին մինչև օրս մենք չունենք արձանագրած հաղթանակներ, որ վաղվա օրը այդ նույն իրաց գործած այդ մեղքերը, իրանց այդ մեղքերով հասած այս իրավիճակում մենք հակառակ պրոցեսներն ենք իրականացնելու ու իրանց պատասխանատվության ենք բանանել։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերը չմերժելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Իսրայելյան 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին եւ մայիսի 9-ին մենք ունեցանք եռատոն հայրենական պատերազմում տարած հաղթանակին ավելացավ Շուշիի ազատագրումը եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը։ Այսօր, երբ Արցախը չկա, ինչ խորհուրդ է ստանում եռատոնը, ինչ կարեւորություն ունի այն։ Ես գիտեմ, թե այդ կարևորությունը այդ օրվա կապակցությամբ ինքը մեր պատմության մեջ միշտ ունենալու է բարձանքի տեղ, միշտ ունենալու է հպարտության տեղ, ու ես ուզում եմ կոնկրետ անդրադառնալով այդ օրվա հետ կապակցությամբ մեր ժողովրդին կոչ անելով, հորդորելով, դիմելով, որ այդ օրը միշտ մենք նշենք հաղթանակի օր, ինչի համար, որովհետև Շուշի ազատագրումը դա մեր պատմության մեջ Արցախի ազատագրման այդ շարժման մեջ ունեցել է ամենամեծ կարևոր հաղթանակներից մեկը ու դրա շարունակությունը ես տեսնում եմ դրա համար թե Շուշի ազատագրման օրն է թե մնացած տոներն է մենք պիտի այդ օրերը միշտ նշենք որովհետև այդ օրերով ենք մենք պատմությունը կամ մեր սերունդը դաստիարակել այդ հաղթանակների շնորհիվ հայ ազգի պատիվն ու փառքը աշխարհով մեկ միշտ բարձրացած եղել ու Շուշի ազատագրումը նորից էլի պիտի իրականանա ինչի համար եթե մենք Շուշին չազատագրենք ուրեմն թշնամին գալու է կամ էլ շարունակելու է իրեն այդ ցեղասպանության տենց ասենք ծրագիրը իրականացնելով արդեն Մայր Հայաստանի տարբեր հատվածներում ես ուզում եմ խոնարհվեմ բոլոր այն հորեսնորի առաջ թե Շուշի քաղաքի ազատագրման թե բոլոր այդ Արցախի հակամարտության կռիվների ընթացքում զոհվածների առաջ եւ փառք ու պատիվ այդ տղոր շնորհիվ մենք միջև օրս էլ մենք մեր հայ լինելու, հայ ապրելու այդ առավելությունը որպես ազգ իրանց շնորհիվ է դա մեր մեջ միշտ վառ պահվում։ Մենք էլ այն սերունդն ենք, մենք էլ այն ներկայացուցիչներն ենք, որ այսօրվա իրավիճակում պիտի շարունակենք իրենց կատարած, իրենց հերոսական պատմության էջերում թողած այդ հաղթանակները ու կրկնապատենք դա, որ կարողանանք արդարացնենք մեր ազգի նորից էլի պատիվը ու այդ հերոս տղորց արած գործերը մեր ապագա սերունդի առաջ։ Ինչի համար եմ սենց երկար խոսքի մտքերով փորձում ներկայացնել, որովհետև 18 թվականի ներկա իշխանության գալով իշխանության գլուխ ներկայացուցիչներին մինչև օրս մենք չունենք արձանագրած հաղթանակներ։ Ինչ ոլորտում, ինչ ուղղության վրա եղել է պարտություններ։ Բայց հակառակն են նրանք բնդում։ Հակառակը պնդելու ուրիշ է, երկրի ղեկավար առաջնորդ լինելի իր ժամանակահատվածում արձանագրած հաղթանակները դա ուրիշ է։ Այդ մարդիկ միշտ իրաց կյանքով ոնց որ եկել են իշխանություն սպեկուլյանտի ձևակերպով, մաշինիկի ձևակերպով, նույն ձևի փորձում են ուրիշների հաղթանակները իրաց վրա վերագրեմ, բայց չի ստացվելու ու չի ստացվի, որովհետև ընթացքում մենք տեսնում ենք, բացի պարտությունից, բացի աղետից, այս ներկայիս նիգադիայները մեր ազգի ժողովրդի գլխին ուրիշ բան չեն բերել։ Ու հետագա գործողությունների, պրոցեսների մեջ ինչի համար ենք մենք այսօրվա իրավիճակում պայքարում հենց սկզբից երկրի
մեջ, որովհետև մաքրենք այդ տականք անձնավորությունները, որոնք փորձում են այդ ազատագրած այդ հաղթանակները զրոյացնեն, այդ Արցախի հարցը խոսքի փակեն, հերոս տղորց աշխատանքները կամ իրանց պատմական էջերում գրած մեծ դարերով իրանց արած գործերը զրոյացնեն, չի ստացվելու, չի լինելու, չենք թողելու։ Եվ տեսեք, 30 տարի անց նորից պատմությունը կրկնվեց, մենք ունեցանք 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի պատերազմը եւ Արցախյան առաջին ազատամարտիկների որդիները արդեն գրվում էին 20 թվականի, 23 թվականին, բայց այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում է, որ չեն կռվել արցախցիները։ Դուք ինչ պատասխան ունեք, ինչ արձագանք ունեք։ Մենք ահագին անգամ այդ հարցին անդրադարձել եք ու սկսած թե 4 պատասխան, թե 4 ձևաչափով, կոշտ ձևաչափով պատասխաններ ու մինչև օրս էլ այդ նմանատիպ արտահայտությունները միշտ ասում են վախկոտները, միշտ ասում են մարդիկ, ով կռվում ընդհանրապես չի եղել, չի մասնակցել, իրենց ամեն մի գործն արդարացնելու համար անվում։ Այսօրվա իրավիճակում իրենց ամեն մի գործն արդարացնելու համար անում, բայց ես նորից եմ ասում, եթե մենք չպայքարենք, եթե մենք չկռվենք, մեր երեխեքն է մեր տեղը կռվելու հետագայում։ Դրա համար մենք ունենք այսօրվա իրավիճակում այն կարգավիճակը, որ մենք պիտի դա անենք, որ ապագա սերունդին թողենք այն հետքերը, այն պատմական էլի կարևոր իրադարձությունների բաները, որ ապագա սերունդը գոնե խաղաղ կամ էլ լավ ապրեն։ Պետք չի հերիքա խոսքի, այսքան տառապանք, այսքան արյուն թափելուց հետո նմանատիպ մարդկանց ներգրավել ղեկավարություն, որոնք մի քանի տարվա ընթացքում թե ազգի պատիվն է, թե ժողովրդի պատիվն է, թե մարդկանց արածներն է, միանգամից զորայացնում են, դա դատապարտվելու է, այդ բոլոր այդ մարդիկ պատասխանատու են ու պատասխան են տալու մինչև վերջի խոսքի իրանց արարածների բաները, որովհետև եթե այն մարդիկ մեղքերի հիմունքների վրա արյուն է թափվել, երկիր ենք, Սուրբ Արցախ ենք կորցրել, դա ոնց կարող է անպատիժ մնա, դա չի լինի։ Այսօր իրաց մոտ հաջողվում է, հասկանալի է, իշխանության գլուխ են, ինչ որ օրենքների համապատասխան իրավապահ մարմինների շնորհիվ կարողանում են մի ձևի իրանց այդ բաները արդարացնեն, բայց դու մի րոպե պատկերացրեք, որ այդ մարդիկ իշխանության գլուխ չեն, կամ էլ իշխանաթև չեն խոսքի։ Նաև հայտարարում են այն մասին, որ այլևս փակ է Արցախյան շարժումը, չկա Արցախի հարցը, մինչդեռ Արցախյան շարժումը, Արցախյան ազատամարտը մեր պատմության փառահեղ էջերից էր եւ բնականաբար սա ցավ է արցախայության համար լսել նման հայտարարություններ։ Արդյոք արցախայությունը հաշտ է այս մտքերի հետ։ Արցախայությունը ոչ մի դեպքում չի հաշտվելու այդ մտքերի հետ, որովհետև արցախայությունը դարել է դրա զոհը։ Արցախայության առաջ էլ կա մեծ պարտականություն ու պարտք վերականգնելու ու նորից հետ վերադարձ Արցախ բնակվելու իր պատմական, իր հայրական, որ ասում է, օջախներում։ Դրա համար այս ծանր իրավիճակում մենք պիտի մի քիչ համբերենք, մենք պիտի բան անենք, համախմբվածություն առաջի հերթին, որ մեր մոտակա այդ անցած ժամանակ էս մի շաբաթվա, 2 շաբաթվա ընթացքում մենք ցույց տվեցինք, որ Արցախայության միասնությունը դա կա, այդ միասնությունը պիտի ընդհանուր տարածվի հայ ազգի մեջ, մենք միանգամից հայ ազգի միասնություն ցույց տանք, դրանից հետո ես գիտեմ, թե հակառակ process-ներն է գնալու։ Այսօրվա անհանգստությունը իշխանության կողմից այ մեծ մտավախությունը դա է, որ վաղվա օրը այդ նույն իրաց գործած այդ մեղքերը, իրանց այդ մեղքերով հասած այս իրավիճակում մենք հակառակ process-ներն ենք իրականացնելու ու իրանց պատասխանատվության ենք բանանելու։ Եվ Արցախի ազատագրումը, Արցախ վերադարձը դուք ինչպես եք պատկերացնում։ Արցախի ազատագրումը ու Արցախի վերադարձը ես ընդհանրապես իմ աչքիս առաջ է դա, ես չեմ էլ կասկածանք էլ չունեմ, ահագի մարդկանց մոտ կարող է դա կասկածանք լինի կամ էլ ինչ որ մտահոգություններ, որ իրոք թույլատրել է ազգը, երկիրը, դա ժամանակավոր բան է։ Եթե մենք հազարամյա տարիներ գոյատևել ենք ու Արցախը եղել է հայկական հազարամյա տարիներ, ուրեմն մենք պիտի օրինակ վերցնենք մեր անցյալ
որ ասում եմ նա թե նահատակված, թե մեր անցյալ բաներից, ծնողներից կամ մեր պապերից, բայց իրանք արել են, չէ՞ դա։ Բայց մենք սորվա իրավիճակում մենք խի բառացիորեն պատասխան չարենք, բայց գործնողության կամ իրականացման ճանապարհը չփնտրենք։ Ու ես վստահ եմ, որ մոտակա ժամանակներն է, թե մոտակա ժամանակահատվածներում է, այդ վերածնունդը լինելու է։ Արցախը ոչ մեկի իրավունք չունի ուրանալու, Արցախը ով ուրանում է կամ ով մոռացության է տալիս, ուրեմն ինքը հայ լինել կամ հայ ազգի ներկայացուցիչ իրավունք էլ չունի բանանելու, ասելու դրա մասին։ Հայը միշտ իր հպարտությունը եղել է իր պատմական անցյալի կամ պատմական այդ բանը արձանագրած այդ հաղթանակներով կամ մնացած բոլոր լավ բաներով։ Ես հայ ազգի մեջ մենակ լավ բան եմ տեսնում, ես դա եմ տեսել։ Թե Արցախի շարժման ընթացքում, թե առաջնորդների մեջ ես միշտ լավն եմ տեսել։ Ով վատն ասում, այդ վատը իր մեջ է։ Մենք ահագին լավ բաներ ունենք ասելու, մենք ահագին լավ օրինակներ ունենք բերելու, մենք ապրել ենք այդ ժամանակահատվածը, մեզ չեն պատմել, մենք տեսել ենք այդ լավը, թե հաղթանակներից սկսած, թե մեր օրինակելի հերոսներից, այդ տղորց հերոսական գործերից, մենք դա տեսել ենք ինքներս, մեր աչքերով շփվել ենք իրանց հետ։ Ինչ է կատարվում ազգի հետ կամ որ ինքը իր միտքը փոխի։ Ես նորից եմ ասում, բոլոր մեղքերը ներկա իշխանության վրա է։ Իրանք են այդ թեզերը տանում, իրանք են փորձում ժողովրդի մեջ այն բաները մտցնել, որ մենք թույլ ազգենք կամ չենք կարողանում կամ այս մեկը մույսու։ Իրանք թույլ լինելով փորձում են այդ մեղքը ժողովրդի վրա գցեն կամ էլ ընդհանուր բոլորի վրա, բայց ոչ թե իրենք։ Ու չի ստացվելու, նորից եմ ասում, սրանք բոլորը պատժվելու են։ Հիմիկվա իրավիճակում էլ խորհուրդ բոլոր այդ ներկայացուցիչներին, թե ղեկավարներին ունեք ձեր մեղքերը, ունեք հնարավորություն մեղմացնելու ձեր մեղքերը։ Հեռացեք, գնացեք։ Վաղվա օրը ձեր համար պատիժը կրկնապատիկ ավելի դաժան է լինելու։ Թողեք հեռացեք, գոնե գա մի հատ նորմալ առողջ, այս ազգը մեղք է։ Մենք բոլորս մեղք եք, էլ ինչ եք ուզում մեզանից։ Դուք ձեր ծրագրերը իրականացրել եք, թուրքամետ ձեր ծրագրերը իրականացրել եք։ Թշնամու առաջ դուք հերոս եք, բայց ոչ մեր ազգի առաջ։ Դուք բոլորի առաջ հերոս եք, բայց ոչ քո ազգի առաջ։ Էլ ինչ բարեր պիտի ասենք կամ էլ ինչ բարեր խոսենք։ Գնացեք Եռաբլուր դեղասեք։ Գնացեք, որ ասում եմ, տարբեր տեղեր, որ ձեր էությունը պիտի ցույց տաք, որպես հայ, դեղ բարձրաձայնեք, բայց գալիս եք դուք ազգի մեջ եք մատ թափ տալիս, ժողովրդին եք պատժում, ժողովրդին եք նվաստացնում, որ երկրի ղեկավարն եք տեսել, այդ ձևի իր ժողովրդին նվաստացրած կամ այդ կարգավիճակում պահեն, դրանք ղեկավարներ չեն, դրա համար ասում եմ, դրանք պատժի են ենթարկվելու, եթե այսօրվա իրավիճակում չթողեն չհեռանան, իրանց ունեն փրկության, որ ասում եմ մի հատ բան, մենակ մի հատ, որովհետև գնալով երկիր ավելի ծանր իրավիճակում է հայտնվելու ու հայտնվում է, ու նորից այդ բաները փորձելով տարբեր բաների, տարբեր հարթակներում, տարբեր մարդկանց վրա գցելով, բոլոր վատ բաները փորձում են ուրիշների վրա շեղելով կամ գցեն ուրիշների վրա, չի ստացվելու։ Ու Շուշի ազատագրման հաղթանակը այսօրվա իրավիճակում պիտի ստեղ տոնեն։ Արցախը չկա, բայց մենք պիտի տոնենք, մեր բոլոր տոնորերը պիտի տոնենք, որովհետև մենք հերոսներ են դա ազատագրել, հայ հերոսներն են դա ազատագրել, մեր զավակներն են դա ազատագրել, ով իրավունք ունի իրենց արյուն թափած ազատագրած հողը կամ ուրանա, կամ էլ ինչ-որ կասկածանքի տակ դնի Արցախը հայկական լինելով կամ չլինելով։ Ձեր ասածով այդքան այդ բազմահազար զոհերը չեն գիտակցել, ինչի համար են զոհվում կամ չեն գիտակցել, դուք եք ամենախելոքը կամ չէ, դուք վախկոտ եք, դուք սրիկաներ եք, այդ ձեր կերպարը դա, եթե չեք կարել այդ հաղթանակները կրկնապատեք, այլ եղածն էլ դուք տվել եք, հանձնել եք, ծախել եք, այդ դուք այդ ներկայացուցիչներն եք, դա չի էլ բանանելու, դա գրված է արդեն, դա պատմության էջերում գրված է, ամեն մի հերոսություն գրած է, ամեն մի դավաճանի անուն գրած է։ Այս մեկին է գրած սև թղթի վրա, այս մեկին է գրած սպիտակ թղթի վրա։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանն էր։